Ես Լևոն Չուկակյանն եմ, Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ։ Այսօր հրատապ բրիֆինգ ունենք կապված նախընտրական շրջանում ընտրական գործընթացների խոչընդոտման, անարդար մրցակցային պայմանների ստեղծման հետ կապված։ Եվ այսպես, օրեր առաջ Արմավիրի մեր գրասենյակում տեղի ունեցավ ճանաչողական կամավորների հետ հանդիպում։ Նշված երիտասարդները կամավոր ագրվել էին, որպեսզի ըստ հայտարարության միանան մեզ, գործունեություն ծավալեն եւ իրականացնեն կամավորական աշխատանքներ։ Մենք հանդիպան հետ կապված հրապարակեցինք լուսանկարներ, իսկ լուսանկարների հրապարակումից հետո տեղի ունեցավ այն, ինչը որ կոչվում է ժողովրդավարության հիմքերը խարխլել։ Նրանց լուսանկարները տարածքային կառավարման եւ տեղական մարմինների միջոցով ուղարկվեց նրանց ուսման վայրեր, ծնողների աշխատանքի վայրեր եւ բարեկամների ընտանիք մտնելով, բարեկամների միջոցով, ընտանիքների անդամների միջոցով ճնշումների արդյունքում նրանց փորձում են վախեցնել, որպեսզի այլևս անձնավորված որևէ կապ չունենան մեզ հետ, ովքեր որ նախաձեռնել են Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության գործունեությունը հենց Արմավիրի մարզում, եւ իհարկե չմասնակցեն մեր նախաձեռնություններին եւ քաղաքական գործընթացներին։ Սա ինքնին խոսում է, որ իշխանությունը վախեցած է երիտասարդներից, ովքեր մտածում են, հասկանում են, գիտակցում են իրավիճակը եւ փորձում են իրականացնել փոփոխություններ։ Նրանք փորձում են ձևավորել վախի մթնոլորտ, սակայն մենք այստեղ ենք ասելու, որ դա նրանց մոտ չի ստացվել։ Վախի մթնոլորտը Հայաստանի Հանրապետությունում հաղթահարված է։ Եվ անգամ սպառնալիքների եւ տարատեսակ գործողությունների արդյունքում նրանք չեն հասնելու իրենց ուզածին։ Մենք այս ամենը փաստագրելու ենք, անգլերենով պատրաստելու ենք նաեւ միջազգային զեկույց այս ամեն ինչի վերաբերյալ եւ ներկայացնելու ենք համապատասխան բոլոր միջազգային կազմակերպություններին եւ իհարկե պատկան մարմիններին։ Նրանք վերցրել են լրիվ նույն գիծը, ինչ որ տարվում էր նախկինում։ Ուղղակի զարմանալի է, նախկինից ինչով են տարբերվում, որևէ բան կա, որ տարբերվում են նախկինից, եւ իրենք նախկին են արդեն որ կա։ Նաեւ այս մասով մենք օրեր առաջ խոսեցինք, որ մեծամոր համայնքում եւս եղել են նախընտրական անարդար մրցակցության եւ խոչընդոտման դեպքեր, որոնց մասով իմ գործընկերը եւս կշարունակի։ Ողջունում եմ հարգելի գործընկերներ, ես Ասրյան Ստյոպան եմ, ներկայացնում եմ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը։ Ինչպես իմ գործընկերը նշեց, մեծամոր համայնքում եւս շարունակվում են այն նույն ճնշումները, ինչ որ տեղի ունեցել Արմավիրում, վախեցնելու փորձերը, ճնշելու փորձերը։ Մենք այստեղ ենք, որ համայնքային իշխանության ներկայացուցիչներին, մարզային իշխանության ներկայացուցիչներին եւ առհասարակ կենտրոնական իշխանության ներկայացուցիչներին ասենք, որ երիտասարդները ձեզանից չեն վախենում։ Հիմա իմ մասնավորի մեծամորի դեպքերի հետ կապված։ Մեծամոր համայնքում մենք մեր գրասենյակը բացելու հետ կապված փնտրում էինք տարածք վարձակալությամբ տրամադրելու համար։ Արդեն ձեռք էր բերվել պայմանավորվածություն այն մարդու հետ, ով որ պատրաստ էր տրամադրել իրեն պատկանող տարածքը վարձակալության եւ շատ դրական տրամադրված արդեն բոլոր փաստաթղթերը դեռ իր կողմից էին հաշտապեցվում, որ բոլոր փաստաթղթերը օրինական ձևով կնքենք եւ ստանանք տարածքը մեր գործունեությունը ծավալելու համար։ Մինչդեռ դրանից մի քանի ժամ անց հաջորդ օրը առավոտյան փոխվեց այս մարդու մոտեցումները այս հարցի վերաբերյալ եւ նա լրիվ բախվորած տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով նշեց, որ պատրաստ չէ տրամադրել տարածքը հենց այս կոնկրետ մեր գործունեության համար, տարբեր պատճառաբանումներ նշելով։ Մինչդեռ ուզում ենք ասել, որ այս մարդն աշխատում է պետական համակարգում, որպես ծառայող Հայաստանի ատոմային էլեկտրական կայանում, ՀԱԵԿ-ում մեծամորի եւ համայնքային իշխանությունները, մարզային իշխանությունները տարբեր ձևեր գտնում են, ինչպես գործընկերս նշեց, շատերի ծնողների հետ խոսելով, մտնելով ընտանիքներ, փորձելով լռեցնել երիտասարդներին, խոչընդոտել ամեն կերպ մեծամոր համայնքում մեր տարածքը վարձակալելուն եւ Արմավիր համայնքում մեր գործունեությունը իրականացնելուն։ Մեկ կարևոր արձանագրում առաջարկում եմ միասին անենք։ Տեղական ինքնակառավարման մարմինները գործիք են կառավարության ձեռքում։
Տեղական ինքնակառավարում նշանակում է, որ այս մարմինները ինքնակառավարվող մարմիններ են եւ չպիտի լինեն գործիքներ կառավարության մեր երկրի դեպքում ցավոք մեկ մարդու ձեռքում։ Ինչպես շատ թիմեր տարիներ շարունակ եղել են ձայներ հավաքագրողներ, ձայներ բերողներ եւ նշանակել են, ոչ թե ընտրվել են մարդիկ, այլ նշանակվել են մարդիկ կենտրոնական իշխանության կողմից, որպեսզի ձայներ բերեն, այդպես էլ շարունակվում է մինչեւ այսօր։ Այս մարդիկ չեն ներկայացնում համայնքում ապրող քաղաքացու շահերը, այլ ներկայացնում են կառավարության շահերը, մեր պարագայում մեկ մարդու հետաքրքրությունները եւ շահերը։ Մինչդեռ նրանք պետք է ծառայեն համայնքում ապրող բնակիչներին, նրանք համայնքային ծառայողներ են։ Սա ամբողջությամբ խեղաթյուրված է մեր երկրում, ոչ բոլոր համայնքապետերին է խոսքս վերաբերում, շատերի մոտ այս խնդիրն առկա է եւ այն համայնքապետերը, ովքեր ծառայում են իշխանությանը, իրենք շարունակում են ծառայել իշխանությանը, այլ ոչ թե քաղաքացուն։ Ինչպես գործընկերս նշեց, մեր երկրում նախկինի հետ իրենք շատ են սիրում համեմատվել, նախկինի հետ համեմատած որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ներկաները նախկիններ են եւ մի բան էլ ավելի։